Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցիչներն այսօր գործադուլ են հայտարարել։ Աշակերտները դպրոց չեն եկել, իսկ իրենք էլ այս նախազգուշական քայլով պատկամարմինների ուշադրությունն են հրավիրում ուսումնական հաստատության խնդիրներին։ Արդեն երկար տարիներ այստեղ տարբեր մեթոդներով պայքարում են դպրոցի հիմնանորոգման համար։ Երկու մասնաշենքից մեկն ընդհանրապես պիտանի չէ օգտագործման համար, իսկ մյուսում տեղ չկա։ 600 աշակերտներին տեղավորելու համար դասասենյակի են վերածել բոլոր հնարավոր անկյունները։ Կաթսայատուն է դպրոցի, մենք ձևափոխել ենք, սարքել ենք դասասենյակ, շախմատի եւ ձեռարվեստի սենյակները սարքել ենք դասասենյակ, ինչպես նշեցի ինֆորմատիկայի սենյակ, գրադարան այս պայն դպրոցը չունի, գրադարանը փակել ենք եւ սարքել ենք դասասենյակ, փոքրիկ ունենք հանդիսությունների դալիճը սարքել ենք նորից երկրորդ դասարանցիների համար դասասենյակ։ Քանի որ աշակերտները չէին կարող տեղավորել դասարաններում, ստիպված սարքեցինք դասասենյակ։ Բայց հնարավոր է այստեղ կազմակերպել ոնց իհարկե չէ, բացի հնարավոր է նաև չի թույլատրվում։ Կաթսայատանը դասանեք։ Այնտեղ ինչ է։ Կաթսայատունն է։ Լինում է որ աշակերտները մտնում են։ Չէ, փակի տակ է։ Համենայն դեպս աղմուկը կա եւ վտանգն էլ իր հերթին։ Իսկ աղմուկի տակ են դասանում։ Այո, աղմուկի տակ։ Առաջին օրը երեխաները բեմում երգում են։ Ես վերջում կանգնած մոտավորապես ուզում եմ հասկանալ ինչ եմ անում, վերևից մի ամբողջ մեծ կտոր ծեփամ գաճ, այսպես ասած, պոկվեց ուղիղ իմ առջև։ Այսինքն եթե ես մի քայլ էի առաջ կանգնել, հիմա տեսեք։ Եթե ես մի քայլ առաջ էի կանգնել, դա ուղիղ իմ գլխին էր ընկնելու։ 21-րդ դարն է, բայց աշտարակցի աշակերտները չգիտեն, թե ինչ է նշանակում ֆիզկուլտի դահլիճ ունենալ, բուֆետից օգտվել, գրադարանից գիրք վերցնել։ Կատակում են, գույքն այստեղ իրենց պապերի տարիքին է։ Ուսուցչանոցում էլ շուտով աթոռներ ու սեղաններ կդրվեն եւ մանկավարժների փոխարեն արդեն աշակերտներ կլինեն։ Չեմ կարծում, որ այդ աստիճան անլսելի պիտի մնա մեր խոսքը, երբ որ ընդհանրապես մեր պահանջը աշակերտների համար նորմալ ուսումնադաստիարակչական պայմաններ ունենալն է։ Մենք հարկադրված քայլ ենք անում, որովհետև ոչինչ չանելը արդեն ինչքան, մինչև երբ։ Այս հարցի պատասխանը մինչև այսօր հստակ չէ։ Կառավարություն, կրթության նախարարություն, նաև մարզպետարան հասցեագրված նամակները եւս արդյունք չեն տվել։ Ուսուցիչների խոսքով դեռ 2016-ին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը եկավ հայտարարեց, որ խնդիրը լուծվել է, կկազմվի նախահաշվարկային փաստաթուղթ, 2017-ին էլ կսկսվի շինարարությունը։ 2016 թվական անցավ որևէ նախագիծ, որևէ նախագծահաշվարկային աշխատանք չարվեց։ 2017 թվականի արդեն 5-րդ ամիսն է։ Մենք որևէ շինարարական աշխատանք այստեղ չենք տեսել, որևէ նախագիծ չունենք, չենք տեսել եւ որևէ մեկին չենք տեսել, որ գաստե նախագիծ անի։ Ինչու՞ չի իրականացել մարզպետի խոստումը, հարցն ուղեցինք հենց Գաբրիել Գյոզալյանին։ Վերջինս պարզվում է խիստ զարմացած է ուսուցիչների այս քայլից։ Արդեն հասցրել է նկատողություն տալ առավոտից մարզպետարանում գտնվող տնօրենին, բայց հստակ չգիտի, երբ կսկսվի շինաշխատանքը եւ արդյոք պատրաստ է նախահաշվարկային փաստաթուղթը։ Եկել են ուսումնասիրել են նախագծողները։ Ընթացիկ դա process է։ Բա դպրոցում ասում են երբեք ոչ մեկին չեն տեսել, որ գա նախահաշիվ կազմի նախագիծ։ Շուտ են ասում, որովհետև 4 ամիս առաջ դպրոցի տնօրենը զանգեց ինձ, որ եկել են նախագծողները դպրոցի ուսումնասիրություն կատարելու համար։ Աստորեն գախնի են գալիս։ Դրանք գախնի են գալիս, միայն դպրոցի տնօրենն է տեղյակ լինում։ Չէ, կոլեկտիվն էլ է տեղյակ։ Կոլեկտիվից ոչ մեկ տեղյակ չէ։ Մարզպետը վստահեցնում է, դպրոցն ընդգրկված է ծրագրում, հետևաբար կվերանորոգվի, բայց երբ կրկին հարցնում ենք։ Միգուցե 2018-ին ասում է։ Պարոն մարզպետ, դուք թորնիկ ունեք։ Ինչպես։ Թորնիկներ ունեք։ Այո։ Կտանեիք այդ դպրոց ձեր թորնիկներին սովորելու։ Եթե որակը բարձր է, իհարկե կտանեի։ Հիմա այս պայմաններում կտանեիք ձեր թորնիկը այդ դպրոցում սովորելու։ Ձեր հարցին հարցադրումով պատասխանում։ Դուք որ մտաք մարզպետարան։ Ինչ վիճակ էր մարզպետարանի շենքը։ Ավելի բարվոք, քան դպրոցի վիճակը։ Դուք չեք կարծում։ Ունենք շատ դպրոցներ, որ այդ վիճակում են։ Պետությունը պետք է ունենա համապատասխան գումար, բայց բոնդով նման հարց չեն լուծում։ Հիմա ես խնդրում եմ թող իշխանություններից մտածեն, իրենք թույլ կտան իրանց երեխաները, նույնիսկ այս անհանգույցից խնդրում եմ նկարեք մինչև վերջ, տեսնեմ իրենք թույլ կտան իրենց երեխաներն այս անհանգույցից օգտվեն։ Իսկ օգտվում են երեխաները։ Ես հիմա տեսեք, ստացվում է այնպես, որ հերթով յուրաքանչյուրի հետ պիտի գամ, թույլ չտան, որ իրենք կպնեն անգամ այդ զուգանակոնքերին,
եւ ստացվում է, որ այս նույն սանհանգույցից օգտվում են եւ աղջիկ եւ տղա, եւ օգտվում են բարձր դասարանի աշակերտներ, որովհետեւ չունենք ուրիշ սանհանգույց։ Ինչպիսին կլինի մարզի դպրոցի վիճակը կախված է հիմնականում մարզպետից, ասում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը։ Նա նկատում է Արագածոտնը, Շիրակն ու Գեղարքունիքն այս տեսանկյունից ամենամխիթար վիճակում գտնվողներն են։ Այդ դպրոցների վիճակը ուղիղ մարզպետի իրավասությունն է, լիազորությունն է, գործունեությունը եւ անգործությունն է ցույց տալիս, հա։ Հիմա Արագածոտի մարզի ձեր նշած Վարդգես Պետրոսյան դպրոցը շատ լավ ծանոթ եմ, այդ խնդիրը մի անգամ չէ որ այդ ժողովուրդը բացացնում են, մի անգամ չէ որ գործադուլ անում են, բայց փաստորեն շարունակվում է։ Թե նախկին մարզպետը անգործունյա, թե այս մեկը։ Բախշյանը հավելում է, ուսումնական հաստատության բարեկարգ լինելը պայմանավորված է նաև մարզպետի եւ դպրոցի տնօրենի հարաբերություններից, ներքին շահերից։ Աշտարակցի ուսուցիչներն էլ զգուշացնում են, եթե հարցը լուծում չստանա, սա կլինի ոչ վերջին գործադուլը։